Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սրբո ամեն։ Սիրելիներ, շատ ուրախ ենք, որ այսօր ձեզ հետ գտնվում ենք այստեղ Վենլոյի այս պատմական քաղաքի մեջ, ուր վերջերս շատ հայեր են ապրում եւ Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհուրդը մեծ ուրախությամբ ընդառաջեց այս պապակին, որ մենք ամիսը մեկ անգամ Վենլոյում մենք ունենանք Սուրբ եւ անմահ պատարագ, որովհետեւ ցեզ հետ միասին հաղորդագից դառնանք Սուրբ պատարագի խորհրդին։ Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ մեր տբիրներին, մեր Բերձ Սարգսակին, մեր խմբավարուհի Լիլիթին եւ նաեւ մեր ծխական ադենաբեդին, որ անամպ այսօր այստեղ ներկա եղան, որովհետեւ մենք միասնապար ծանոթանանք, միասնապար պատարագ մատուցանենք եւ միասնապար գծենք աբական մեր Վենլոյի մեջ ապրող հայերի հոգեվոր ինվաստ։ Այսօր ուզում եմ ցեզ հետ միասին խորհրդակցենք Սուրբ պատարագի մասին։ Չգիտեմ, հավանաբար սրանից առաջ այստեղ Վենլոյում պատարագ տեղի ունեցած չէ, հավանաբար սա առաջին պատարագն է, ինչքան որ ես գիտեմ։ Եվ նրա համար ուզում եմ, երբ որ մենք պատարագի խորհրդին ներկա լինենք, բոլորս էլ իմանանք, թե ինչի ենք գալիս։ Անշուշտ նախ սկսենք այն իմաստից, որ մենք եկեղեցի ենք գալիս։ Եվ եկեղեցի գալիս է հունական բառից, որ նշանակում է էկլիսիա։ Եվ էկլիսիա եկեղեցի դա նշանակում է այնտեղ, ուր որ հավատացյալները, Քրիստոսի հավատացողները իրար հետ են գալիս, հավաքվում են աղոթքի համար։ Եվ ահավասիկ այսօր, որովհետև մենք բոլորս հայեր ենք եւ հավաքված ենք այս Սուրբ տաճարում, որովհետեւ պատարագ մատուցանենք, արդեն դա անվանվում է հայ առաքելական եկեղեցու առաջին եկեղեցի, որ դա հիմնվեց մեր ներկայությամբ, ծեր ներկայությամբ ու մասնակցությամբ եւ դա Աստված, որ դա մենք կարողանանք դարիներ շարունակել եւ կատարել Սուրբ պատարագները հոգուտ մեզ եւ հոգուտ մեր երեխաներին եւ մեր զավակներին։ Պատարագի խորհուրդը, որ մենք կատարում ենք եւ քիչ յետք դուք պիտի մոտենաք, որպեսզի Սուրբ հաղորդությունը առնեք, դա Քրիստոսի կողմից հաստատված մի խորհուրդ է։ Քրիստոս, երբ որ իր առաքյալների հետն էր, վերջին օրը, ավագ 5 շաբթի օրը, նախքան իր թաղումը եւ նախքան իր խաչելությունը, հավաքվեց իր առաքյալների հետ եւ իրանց հետ սեղանի երբ նստած էր, մի գդոր հաց վերգալեց, դվեց իր աշակերտներին եւ ասեց՝ «Սա գերեք իմ մարմինն է», եւ հետո մի բաժակ կարմիր գինի վերգալեց եւ բաժանեց, որ խմեն, եւ ասեց՝ «Խմեցեք, սա իմ արյունն է»։ Անշուշտ նա խորհրդանշում էր իր մարմինը, որ խաչի վրա պիտի պատարագվեր, պիտի զոհվեր, եւ խորհրդանշում էր իր արյունը, որ խաչի վրա պիտի թափվեր։ Հետևաբար այս պատարագը, այս խորհուրդը, որ անում ենք, Քրիստոսի մարմնին պատարագման շարունակությունն է, որ ինքը մեզ ասեց՝ «Սա արեք իմ հիշատակի համար»։ Այսինքն ամեն անգամ, որ մենք պատարագ ենք մատուցում, հիշում ենք նրա աշխարհ գալը, հիշում ենք խաչի վրա իր խաչելությունը եւ հիշում ենք, որ Աստված մարդկության մեղքերի համար ուղարկեց իր միածին որդին, որպեսզի բոլոր մարդկության փոխարից իր անձը ընծայաբերե ժողովրդի
եւ ամբողջ աշխարհի մարդկության համար։ Ուրեմն այս սուրբ հաղորդությունը ինչի են գոչվում սուրբ հաղորդություն, որովհետեւ այս հաղորդությամբ մենք սրբանում են մեր հոգիները, սրբանում են մեր խիղճերը, որովհետեւ Քրիստոս էլի ասում է, ով որ ջաշագում է իմ մարմինը եւ ով որ խմում է իմ արյունը, ես նրա մեջ պիտի բնակվեմ եւ ինքը իմ մեջ պիտի բնակվի։ Հետևաբար այս բادرակի խորհուրդը շատ կարեւոր է։ Մեր ժողովրդից շատեր չգիտեն բادرակի խորհրդի կարեւորությունը։ Եթե մենք քրիստոնյաներ ենք, եթե մենք ընդուներ ենք Քրիստոսը, ուրեմն պետք է Քրիստոսը բնակվի մեր մեջ։ Եվ Քրիստոս ինչպես կբնակվի մեր մեջ, այս սուրբ հաղորդությամբ, որ մենք ստանում ենք։ Ինչպես տեսակ, ահավասիկ մոտավորապես ավելի կան կամ մի քիչ պակաս 1 ժամ մենք աղոթքներ կատարեցինք, շարականներ արեցինք եւ նաեւ այստեղ սուրբ սեղանին երբ որ օրհնում էինք այդ հացն ու գինին, մենք այնտեղ կանչում ենք Սուրբ Հոգին։ Ասում ենք, ով Սուրբ Երրորդություն, ով Աստված, ուղարկիր քո Սուրբ Հոգին, որպեսզի այստեղ այս հացը եւ գինին վերածվեն քո որդու մարմնին եւ արյան։ Բادرակի խորհուրդը նաեւ շատ կարեւոր է մեզ պաշտպանելու չարից, ինչի, որովհետև ովքեր որ ունեն իրանց մեջ Քրիստոսը, չարը նրանց վրեն իշխանություն չունի։ Ինչպես որ ովքեր որ մգրդվում են Քրիստոսով, չարը նրանց վրեն իշխանություն չունի։ Այն մարդիկ, որոնք մգրդվեցին, Արաքյալը ասում է Քրիստոսը հագվեցին։ Եվ այն մարդիկ, որոնք ջաշագում են Քրիստոսը, Քրիստոսի մարմինը, Քրիստոս բնակվում է իր մեջ։ Հետևաբար այս խորհրդի կարևորության համար ես միշտ տելատրում եմ մեր ժողովրդին, որտեղ որ լինեն։ Եթե հայ առաքելական եկեղեցի չկա, որպեսզի հաղորդություն ստանանք, մենք բարդավոր ենք փնտրել մի այլ ուղղափառ եկեղեցի, որպեսզի անպայման մենք այս հաղորդությունը ստանանք։ Իսկ եթե ուղղափառ եկեղեցի չկա, կաթոլիկ եկեղեցին էլ մեզ համար ուղղափառ է, եթե ստիպված լինենք եւ չկա այլ հայ եկեղեցի, բարդինք հաղորդություն առնել։ Հետևաբար այսօրվա համար ես պիտի չերգարեմ իմ պատգամը, միայն պիտի հայտնեմ իմ ուրախությունը, որ այստեղ Վենլոյում մեծ թիվով եկանք եւ մասնագից դարձանք Սուրբ Պատարագին եւ ես սրանից մի տարի առաջ եկել էի այստեղ մի բսակի խորհուրդ կատարում էի եւ ես իմ հոգու մեջ ասում էի ով Աստված մի օր ինչ լավ պիտի լինի որ մենք այս գեղեցիկ եկեղեցում մեր ժողովրդի հետ հավաքվենք եւ այստեղ մի հատ հայկական պատարագ կատարենք եւ դա վստահ եմ ցեզանից շատերի ցանկությունն էր եւ ահավասիկ այս ցանկությունը կատարվեց ես սպասում եմ որ ամեն ամսվա առաջին գիրագին ես ցես սաղդ ֆոտոգրաֆ արեցի արդեն ցես սաղդ իմ մտքումս է եկող անգամին մեկ պիտի մանկամ ով չեր եկել պիտի կամ ծեր դները եւ ասեմ ինչի չեք եկել ցեզ սպասում ենք որբեսի մեր եկեղեցին բայցարանա մեր հավատքը բայցարանա ճիշտ է մենք այլևս մեծացել ենք վախ չկա մեր հավատքի վրան որ մենք գործընծնենք մեր հավատքը մեր եկեղեցու նկատմամբ բայց այս երեխեքը պետք ունեն որ մենք այդ չահը այդ լույսը որ մենք վերգալեցինք մեր ծնողներից մեր բաբերից իրանց հանցնենք, որպես իրենք էլ իրենց ճանապարհը շարունակեն։ Մի քիչ հետո ցեզ պիտի հրավիրենք հաղորդության, միայն խնդրեմ ովքեր դակավին մգրդված չեն, իրավունք չունեն հաղորդություն ստանալու, իսկ եթե թիվը մեծ է այն մարդկանց մգրդված չեն,
ես պիտի խնդրեմ մեր Մաստրիխտի վարչությունից, Սուրբ Կարապետ եկեղեցուց, որ մի օր, ինչպես որ Մաստրիխտում մենք կազմակերպեցինք հավաքական մգրդություն, ովքեր մգրդված չէին, բոլորը եկան եւ մի անգամից բոլորը մգրդեցինք, նաեւ ինչու՞ չէ, ապակային կարելի այստեղ վենլոյում էլ կազմակերպել։ Աստված օրհնի ձեզ, օրհնի ձեր ընտանիքը, օրհնի ձեր դները եւ երեխաները, բահե եւ պահպանե, ամեն։